Շավո ջան, ես քո հետ մի շատ կարևոր գործ ունեմ։ Քո համար ամեն ինչ, Աշոտ ջան։ Ես գիտեմ, որ դու մի քիչ կոպիտ մարդ ես, չոր մարդ ես ու հարցերը տապորով ես լուծում։ Կա տենց բան։ Չէ, Շավո ջան, հիմա դա պետք չի։ Հիմա դա պետք չի, պետք է շատ նուրբ աշխատել, որտեղ այս հարցը ինձ համար շատ կարևոր հարց է։ Ղազարյան ջան, դու գիտես, որ ես քեզ շատ եմ հարգում ու սիրում։ Ասա տեսնեմ ինչ ա եղել։ Շավո ջան, ես վերջերս մի տհաճ պատմության մեջ եմ ընկել ու ոչ մեկը չի հավատում։ Ասում են իբր ես թունավորվել եմ, իբր դա երազ է, բայց ես վստահ եմ, որ երազ չի եղել, հասկանում ես։ Այ հիմա ստեղից մի քիչ դանդաղ ու մանրամասը։ Հիմա ես քեզ մանրամասն ամեն բան կբացատրեմ։ Բոբո ջան, դու ինչ շեղում ես գործից։ Դու չգիտես, որ սենց ռոմանտիկ զանգերը կամ խորը սիրուց է, կամ էլ լուրջ բան է եղել։ Ինչ ուղղակի։ Երկու ժամ առաջ հանդիպեցինք։ Այնքան կարևոր, որ չեն կարող օրինակ վաղը հանդիպել։ Դե լավ։ Որ տենց է, ուղիղ մի ժամից մեր ռեստորանում։ Իբան ասա, Շավո։ Ղազարյան ջան, սես պատմությունս կինոներում չեմ տեսել։ Դու ճիշտ ես։ Մենակ մի տարբերությամբ, որ սա կինո չի, սա իրականություն է։ Այսինքն ուզում ես ասես, որ երկու հատ Աշոտ Ղազարյան կա։ Երկու հատ չէ, Շավո ջան։ Ինքը ուղղակի նմանակն է, իմ կոպիան։ Ու ես վստահ եմ, որ այդ բոբոն էլ պատահական չի ընկել իմ հաղորդման մեջ։ Մի րոպե, ասեցիր Բոբո։ Հա, ինչի զարմացել որ։ Բոբոն քո հաղորդմանը հյուր է եղել։ Ասեցինք հա էլի։ Ու եթե մենք նույն Բոբոյի մասին ենք խոսում, միակ տեղը, որ նրան հյուր են կանչում, դա FBI-ի հարցաքննման սենյակն է։ Հնարավոր չի, որ նա քո հաղորդմանը մասնակցած լիներ, Ղազարյան ջան։ Հիմա կպարզենք, մասնակցել է թե չէ։ Կարա։ Հա, Ղազարյան ջան։ Կարա մի հատ այն հաղորդումը բեր, այն որ այդ բոբոն ինչ-որ թութակների մասին է խոսացել։ Ուզում ենք իմանալ նույն մարդն է թե չէ։ Հեսա բերեմ։ Ղազարյան ջան։ Բոբո։ Դիմավորեք։ Բարև։ Նստեք, բոբո, նստեք։ Ոյ։ Բարև բոբո ջան, ո՞նց ես։ Ես դեմք ես ընդունել, ոնց որ մեռած պապուտ ես տեսել էկրանի։ Դու գիտես ես ով է, Ղազարյան ջան։ Բոբոն է։ Այո, կենդանիների եւ թութակների սիրահար Բոբոն։ Ոնց ասեմ։ Դու ինչ կենդանիների սիրահար, ինչ թութակների սիրահար։ Բոբոն հայտնի մաֆիոզ է։ Երկի մեջ ոնց է ասում։ Ու հիմա լսեք, ես ձեզ պատմեմ, թե ով է Բոբոն։ Որ այսօր մեր մանրապատումը վերջն էր։ Նույնիսկ ներկայացման ժամանակ ես ծիծաղս հազիվ էի զսպում։ Նախ ձեզ ասեմ, որ դիք փոքրապատում չէր արդեն։ Մանրապատում։ Մանրապատում չէր։
Մեծ թատրոն էր։ Արտո ջան, դա թատրոն չի, դա նախ ներկայացում է։ Այո։ Ժողովուրդ։ Բայց զգում եք, որ կամաց դերասան ենք դառնում։ Սենց որ գնաց, մեզ հաստատ հրավիրելու են համ կինոյում նկարվենք, համ սերիալներում նկարվենք, համ էլ ներկայացումներ խաղանք։ Հա բայց մե բանում էլի, մե բանում։ Գիտենաս որ դիք մեր պատվին չեն հրավիրե։ Պարզապես հրավիրենք, որտեղ մենք այդ մարդկանց նման ենք։ Հա բայց մենք ենք չէ խաղում դերը։ Հա, էլի։ Չէ, ախպեր, ես համաձայն։ Ինչի՞ ցենա, Գագասի ցենը չի։ Սև շունն է։ Երևի էլի կռիվ կուտա ինքը իր մեջ Աշոտ Եդիգարյանն է, թե Գագասն է։ Շատ հետո տենով էդ ինչ կռիվ անում։ Այ մարդ հավես ունես Գագասի հետ։ Նստի։ Կոկորտից կանգնավ։ Նստի հացդ կերեսա չալաղաճն է գալիս։ Հա, կեր։ Համելի այն եզնդեղ է, այդ հարցերը կլուծե։ Օ, Գոնջան։ Հա։ Հա, սկա։ Ես այս տեքստը չեմ կարա ասել, ուրիշ բան մտածեք։ Բա ինչ կա որ տեքստը որ չես կարող ասես։ Հայլի, նորմալ տեքստ։ Նորմալ չէ, այս տեքստը իմ ինտելեկտը վիրավորում է։ Հստակ կարող ես ասես, ինչ է քեզ վիրավորում Գագաս ջան։ Դու ինչ Գագաս, հազար անգամ քեզ ասել եմ, Աշոտ Եդիգարյան, ես Աշոտ Եդիգարյանն եմ։ Հայ արվեստի ոսկե ֆոնդի մասնիկը, մի քիչ ջանգոտած, բայց ոսկե հասկացա։ Այլ արդ հանգստացի, սիրտդ կվադենա։ Կարող ենք հստակ իմանալ որ այդ տեքստի խնդիրը ինչ է, որ քո սրտի մոտ չի, պարոն Եդիգարյան ջան։ Իմ երկնագույն երազանքներ Ամերիկա գալ։ Ինչ բան կա դրա մեջ։ Երկնագույն։ Բան չեմ հասկնա։ Չես հասկնա, բացատրեմ։ Բացատրեմ։ Ես նորմալ կողմնորոշ ունեցող տղամարդ եմ։ Ու ես չեմ կարա երկնագույն երազանք ունենամ, հասկացար։ Այ մարդ, դեր է, մի հատ խաղալ վեր։ Գագասի համար դեր մեր չկա Գագասը ռեալ մարդ է։ Ես գույների գործ չունեմ, հասկացար։ Ես ինչ ծևի մարդ է, քանի կա Գագասը չէ, հմի Գագասն է, ինչ որ կամելոն եղնիս, ամեն իրավիճակի մեջ գույներդ կփոխես։ Այն կլիկ պրինցիպի հարց է։ Իմ մեջ նստած Աշոտ Եդիգարյանների մեջ համամիտ կներես հարցում։ Լավ, երկնագույն չես ցնում կփոխենք անենք վարդագույն, համաձայն ես։ Դու ուրիշ գույն չգիտես դու այն մարդ։ Դու փորձան չես, երկնագույն, վարդագույն։ Ես տղամարդ եմ, կուզեի ասենք մոխրագույն, սև, վատագույն դեպքում մուկ կապուտ, հա։ Լավ, մուկ կապուտ սիրում ես, կփոխենք գտենք մուկ կապուտ, լավ է։ Լավ է, շատ լավ է, շատ։ Հիմա կարող ենք փորձը սկսենք։ Հա, կարող ենք, Կարինե մտի։ Ո՞ր մտնի։ Մեջ մտի, ուր բնի մտես, թե ուրիշ մտնելու տեղ կա։ Գոչա, Շեֆ ջան, գնացին կարևոր գործ կա։ շեֆ ջան ներողություն չեմ գալու, ներկայացման փորձ ենք անում։ Մարդ ասեցի գործ ունենք դավայինգի առաջ, առանց քեզ կփորձեն, արի։ Պրոբլեմ չկա, ես կբեմադրեմ։ Բեմադրե։ Este supermarketu ari Supermarket Esti համեցեք դուք միշտ Կլասիկա լավն է։ Բայց չէ որ անցել են այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։
Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը, համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր օրվա համար։ Օսիս Food Court համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958։ Օսիս Food Court։ SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Ասպեն ոնց եք։ Այսօր հացկեր, մի թատեք որ խոսում եմ, այսօր հացկերը լեկցիա վտանեք, դի պակիշում, դելա, արա, ոնց էի մորացել, ալո, բարև ձեզ, Կրիշնա, Են որ մի ամիս առաջ մեքենան բերել էի ձեր մոտ։ Այ ցավը տանեմ, ասիկ 2 օրվա գործ այս, մի ամիսա չկա ավտոն, տենց ոնց կլի։ Դե լավ, ես մարդ կուղարկեմ գգա ձեր հարցերը կլուծի։ Բայց ում պետք է ուղարկեմ յան ինչ, անկապ խոսացի։ Հետա։ Գիտեմ ինչ կանեմ։ Դե հիմա բռնվեք գալիս եմ։ Ուսեն շարունակ Ղազարյան ջան։ Ով որ տենում այդ բոբոյին յախայա թափ տալիս։ Ասում են որտեղից եկավ ռաստեկավ, ես ոնց հանդիպեցինք մենք սանայ մարդ մենք չգիտենք։ Ուսենց մինչև վերջ։ Բոբոն ցունամի է, բոբոն կատաստրոֆա է։ Ու որտեղ որ բոբոն ոտ է դնում Անդեղ ամեն ինչ տակնի վրա է ալ։ Ստեղ գանգստերները գիտես ինչ են ասում բոբոյին։ Ինչ։ Բոբո bad news։ Այսինքն վատ նորություն։ Հա, որովհետև որտեղ բոբոն է, անդեղ մենակ վատ նորություններ են։ Պարոն Ղազարյան, ախր ես այս ամեն ինչին չեմ հավատում։ Հասկանում եք, բոբոն ինքը կենթանասեր է, թութակների շատ է սիրում։ Իսկ իմ իմանալով թութակները մարդկանց հարցում չեն սխալվում։ Իսկ ես հավատում եմ կարը, ես այդ գլխից գիտեի, որ նրա մոտ ինչ-որ բան են չի։ Ու ես նույնիսկ համոզված եմ, որ այդ իմ թունավորման ու այդ հետագա իրադարձությունների մեջ նրա մատը խառն է։ 100%, 100%-ից էլ ավել, ես կարամ ասեմ 120%։ Կարաջան դու կարող ես տուն գնալ, ես քո ակաջներին լսելու բան չի գնա։ Բայց ես իմ ակաջներից չեմ բողոքում, պարոն Ղազարյան։ Բայց որ լսես կարող է դժգոհես։ Գնա կարա, գնա։ Господи Боже։ Հիմա բայց պետք է անենք, շարունակ։ Պետք է խոսանք բոբոյի հետ, բայց անենց խոսանք, որ ինքը չիմանա, որ ես քո մարդն եմ։ Ամեն ինչ բացի մարդ խփելուց, այդ իմ թեման չի։ Ինչ մարդ խփել, ինչ բան, այդ մտքիցը տանի։ Ես հումորիստ մարդ եմ, ես ուրախ մարդ եմ։ Իմ գործը մարդկանց ուրախացնելն է։ Ուրիշ տարբերակ առաջարկի։ Պետք է խոսել բոբոյի հետ, Ղազարյան ջան։ Հետո այնքան կչփորե մեկա կքանդեմ մինչև ճիշտը կասի։ Եթե չասի, կիմանա որ սուտ է խոսում։ Հա որ չխոստովանեց։ Ես ձևերը գիտեմ Ղազարյան ջան, որ չխոստովանի էլ կհասկանամ սուտ է խոսում թե ճիշտ։ Հա։ Լավ բան ես մտածել Շահո ջան, բայց առանց բռնության։ Ես բռնությունների դեմ եմ։ Հա, հանգիստ եղի Ղազարյան ջան։ Թութակի թեմայով կսկսեմ, հետո կբացվի։ Թութակի իր թույլ կետն է։ Աստորեն այդ թութակի պատմությունը ճիշտ է։ Հա, մետել իր ֆետիշն է։ Բայց ես բարերը որտեղից ես սովորել Շահո։ Ինտերնետից։ Գնա, եթե որևէ նորություն ունենաս, ինձ հավաք։ Անպայման, Ղազարյան, անպայման։
Բարև ձեզ։ Այսօր չենք աշխատում, վաղան։ Բա գրացա, որ մինչև 8-ն եք աշխատում։ Հա, ես եմ գրել, հիմա ասում այսօր չենք աշխատում։ Տղա ջան, այդ շատ սխալ մոտեցում է բիզնեսին։ Դու պետք է ասես, վայ Ղազարյան ջան դրես ցավը տանեմ, չճանաչեցի ձենից։ Ոչինչ, պատահում։ Ինչով կարող եմ օգնել ցավը տանեմ։ Ուրեմն ես ընկերոջս մեքենայի հարցում եմ եկել։ Անունը Գրիշա։ Հա, այդ են Գրիշնա, որ մեքենայի մեջ շանկեր ապահովում։ Ահա, իր մասին է խոսքը։ Այս մի ամիսա մեքենա ձեր մոտ է ու մինչև հիմա հետ չեք տալիս։ Ցավը տանեմ, ինչ անենք, գործը շատ է, չենք հասնում, բայց հիմա յուղը կփոխենք մեքենայի թողա տան։ Յուղը։ Մի ամիս յուղ եք փոխում։ Դե հա, ցավը տանեմ, բայց որ ընկերը տա իմ հաշվին կփոխեմ թողա տանի մեքենա։ Չէ, պետք չի, ես փողը կտամ։ Խնդրում եմ, թող այդ լավությունը անեմ քո համար ցավը տանեմ։ Լավ, որ մտքովդ անցել է արա, բայց իմացի, որ այս պահից սկսած Գրիշը ձեր մոտ VIP կլիենտ է։ Ոնց որ ինձ կսպասարկեի կնեցել իրան, եղավ։ Եղավ, խնդրիկ չկա ցավը տանեմ, ամեն ինչ կազմակերպեմ։ Վայ, ես ինչ համոր սուրճ էր։ Վաու, չգիտես, որ Lamborghini կաֆե, Lamborghini սուրճն է։ Շատ համով էր։ Շատ համով է։ Ինքը նաև ունի իր կոֆեի ապարատը, ունի իր կապսուլաները, մի խոսքով, եթե ուզենաս, ասա, ուղարկեմ օրդեր անես, պատվիրես։ Վայ, իհարկե ուզում եմ։ Հա, հենց հիմա էսա լինկը ես քեզ ցույց տամ։ Այստեղ մտնում ես։ Հա։ Ու ինչ ցանկանում ես պատվիրում ես այստեղ։ Վայ, շատ լավ է։ Զարգացած սարքերը նայի ու տեսականի։ Հա, ասեք։ Մի րոպե։ Չկա էլի, չկա, հոզորով չի։ Մեռա զանգելով, քանի ժամա զանգում եմ Գրիշին, չկա, չի պատասխանում։ Հաստատ փախել է։ Հա, նման նպատակ ուներ։ Լուրջ։ Հա, որ Մեքսիկոյով Հայաստան փախներ։ Տո լավ է լարել է, որ փախել է։ Այդ ինչի որ։ Քանի որ օտար մարդ չկա, մենք ու մերոնք ենք, ուզում եք ճիշտն ասեմ։ Ինքը հեչ նման էլ չի Աշոտ Ղազարյանին։ Հայտնաշեն կոպիա Աշոտ Ղազարյանն է։ Հələ ասեմ, Գրիշը ավելի շատ է նման Աշոտ Ղազարյանին, քան հենց ինքը Աշոտ Ղազարյանը։ Լավ էլի տո, ձեր մոտ տեսողական խապկան կա։ Դուք ասել եք ու հավատում եք ձեր ասածին։ Լսի, ոչ թե ասել ենք ու հավատում ենք, այլ հենց այտենց էլ կա։ Այլի բաներ կա, որ պետք չէ վիճել այդ մասին, էլի, վայ։ Ուզում եք ճիշտը իմանաք։ Ես ավելի շատ եմ նման Աշոտ Ղազարյանին, քան թե Գրիշը։ Ասա կնիկ ջան, սխալ եմ ասում, Դու անտեր։ Ինչի ինձ կկադրացնես։ Քո ինչը դե նման Աշոտ Ղազարյանին։ Մի հատ ասես։ Ասեմ։ Ասա։ Ես էլ Աշոտ Ղազարյանին նման նուրբ հոգեկան տվայտանքների մեջ եմ ընկնում։ Ես էլ հոգեկան տառապանքներ եմ ունենում։ Հիմա ձեզ մոտ չեմ ուզում ցույց տամ, բայց այդ բաները իմ հետ կատարվում է։ Ես այնքան հետաքրքիր հոգի ունեմ, որ հոգեբանները գալիս են գլուխ չեն անում, տո։ Քիչ կմնաս, ես Արթուր Հակոբյանի թեյն է կրնամ խաղում։ Մի տոկոս չկասկածես։ Արթուր Հակոբյանի էլ, Իվետայի էլ, մի քիչ կանացի շարժումներ կավելացնեմ ու կկոտրեմ ջարդ ու փշուր կանեմ բոլոր կարծրատիպերը։ Հələ Այն երկնագույն բարի համար ծնծունների մեջ էր ընկել։ Համի կուզե կնգատ էր խաղա։ Այ կնիկ, արվեստի մարդիկ մի քիչ անկայուն մարդիկ են։ Այ մարդը քանի ժամանակ ունին։ Եկեք այդ բարերը ինչ պետք է ենք, դուք մի հատ նորից անցնենք, էլի։ Հա, էլի ժողովուրդ, եկեք անցնենք, թե չէ որ հանգարց լոգոնոֆոբիաս բռնեց։ Ադե ինչ է։ Դե որ ստրեսի մեջ եմ մնում, տեքստերը մոռանում եմ։ Հա, հանգիստ տեղի։ Ես աղի տեքստերը անգիր հիշում եմ, մոռանաս կհուշեմ։ Եկեք մի հատ տեքստ անցնենք, հա։ Aroma Supermarket, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է
Վթարի վնասվածների համար փաստաբան դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Ցանկացած ակսիդենտի դեպքում, երբ որ զանգում են մեզ, մեքենան գնում ենք, բերում ենք մեր մոտ, ինշուրանսից գումարը վերցնում ենք, ձեր մեքենան ֆիքսում ենք, ամբողջությամբ հետ ենք վերադարձնում ձեզ։ Մոնարկ 747-699-7999 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք Սանամյան Meat Market 747-699-7999 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար Cielo Banquet Hall 818-504-8245 Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրությունը։ One Dream Limo Այսօր ցերեկը որ հանդիպեցինք, ես ուզում էի քեզ ամեն ինչի մասին պատմել Կարջան։ Այսինքն խոստովանել, թե ով եմ ես իրականում։ Բա ինչի չպատմեցիր, Բոբո ջան։ Վախեցա, որ կկործնեմ քեզ համար ես թութակասեր էի, ոչ թե մաֆիոս։ Շատ էլ ճիշտ արեցիր, որ տենց մտածեցիր, որովհետև ես ընդհանրապես ցանկություն չունեմ քո հետ խոսալու։ Մի գնա Կարջան, մի րոպե։ Ես ված մարդ չեմ։ Դու մարդասպան ես ու գող։ Ես երբեք մարդ չեմ սպանել։ Բոլոր սրբություններովս եմ երդվում։ Այս խաչը քեզ վկա։ Ես քեզ խնդրում եմ, որ ինձ մի փոքր շանս տաս։ Ես հանուն մեզ կթողնեմ հանցավոր կյանքը։ Ճիշտ է, մի անգամից չէ, որովհետև մի անգամից չի լինի, բայց ես քեզ խոստանում եմ, հավատա ինձ կար։ Դավ, ես քեզ շանս կտամ մենակ մի պայմանով, որ դու ինձ ողջ ճշմարտությունը Բոբո պատմես։ Խոստանում ես։ Դե հա, խոստանում եմ։ Ուրեմն ասա։ Պարոն Ղազարյանը մտածում է, որ այն ամեն ինչ որ ինքը տեսել է իրականում երազ չի եղել ու իրականություն է։ Ճիշտ է այդ ամեն ինչը, թե չէ։ Բոբո! Երազ չի եղել։ Բոժում, ստացվում է, որ պարոն Ղազարյանը իրականում տեսել է նմանակին։ Ճիշտ ասած դու ճիշտ չես պատկերացնում, այսինքն այնպես չես պատկերացնում, ինչպես է։ Պատասխանի հարցիս նմանակին ա տեսել, թե չէ Բոբո։ Հա, տեսել է իր նմանակին, Կարա ջան։ Այ Բոբո ջան, ով այդ նմանակը։ Գրիշը անուն է։ Գրիշ։ Ինձ որ հրավիրել էին ստուդիա հաղորդմանը, այդ հաղորդումը Գրիշն ա վարել իմ հետ, ոչ թե Աշոտը Ղազարյան։ Պարզա, կարծանք։ Господи, Боже мой, ես ախր զգում եմ, որ այդ պարոն Ղազարյանը չի ուտեղ ինչ-որ մի բան կատարվում է։ Ուզում եք այդ խեղճ մարդու հեղինակության հետ խաղայք, Բոբո։ Թե ձեր մաֆիոզների նոր պլանն է մշակած, որ փոխարինեք հայտնի մարդկանց բոլոր նմանակներով։ Չէ, այտենց բան չկա։ Ուղղակի արագ որոշում ա կայացվել։ Ես քեզ ամեն ինչ կպատմեմ, Կարա։ Մենակ պիտի խոստանաս, որ սրա մասին մարդ չպիտի իմանա։ Հակառակ դեպքում ես էլ նրանց հետ
Կհայտնվեմ։ Я тебя убью. Պատկերացնում եք, ավտոս մի ամիս սերվիսում կանգնած էր, ոչ մի գործ չէին անում։ Աշոտ Ղազարյանի կերպարով գնացի, տեղն ու տեղը յուղը փոխեցին, հələ փողներ չվերցրին։ Բա որ ասում եմ, աստղ լինելը լավ բան է, չեք անում։ Այ մարդ, մեռասելով, որ մենք աստղ չենք, մենք այդ մարդկաց նմանագներն ենք։ Այ մարդ, դեմ ինչ կարևոր, աստղը մնում է աստղ։ Ինչ կարևոր, իսկական աստղն է, թե աստղի նմանակը։ Ապրես, Պեպո ջան, հազիվ մի անգամ խելքը գլխին բան ասացիր։ Այդ կու լագանաֆոբիայի ֆոնին լավ պրոգրես կա արձանագրես դու։ Այ մարդ, այս մարդու դերս եք թող սորվի, վայ։ Հա, բայց ինչ դեր է խաղալու։ Գրիշ ջան, նայ, քանի որ դու ուշացել ես, քեզ բաժին ընկավ մենախոսությունը, մոնոլոգ։ Դա պատիժ է քո ուշանալու համար, կներես։ Էս որ դա է, որ դու քո հետ խոսում ես։ Հա։ Վայ, այնքան եմ սիրում, որ ես ինձ հետ խոսում եմ։ Գիտես, Գերիշ ջան, էդի կոչումը ակսեսի կոնկուրս։ Լավ, էլի թող Պեպո։ Դու էլ ով խոսած մեկին մեծ դիագնոզը տվեցիր։ Չհոգնեցի։ Դե տվել է թող սովի։ Հա որ հասկանում չխոսա։ Նրանք վատ մարդիկ չեն Կարջան, ոչ էլ հանցագործ են։ Նրանք ուղղակի իրանց նմանությունն են օգտագործում։ Այդ նույն խաբեությունն է, Բոբո, դուք մարդկանց խաբում եք։ Հա, բայց դրանից ոչ մեկ չի դժում, չէ։ Դեսի։ Ասենք դու գնում ես Ջենիֆեր Լոպեսի համերգին։ Համերգի վերջում պարզվում է, որ այդ Ջենիֆեր Լոպեսը չի եղել, այլ իր նմանակն է եղել։ Չէիր նեղվի, Բոբո։ Ճիշտն ասած, ես Լոպեսի համերգներին չեմ գնացել, բայց եթե Տոմ Սարմեի թռնել։ Կարճ կապի, Բոբո։ Դե հա կնեղվեի։ Փաստորեն մի հարցում իմ հետ համաձայն ես։ Ես ուրիշ բանի մասին եմ խոսում։ Այդ մարդիկ իրանց նմանությանը պատասխանատու ձևով են մոտենում ու անենց են անում, որ հասկանալի է, որ իրանք օրիգինալը չեն։ Բոբո ջան, այդ նույն խաբեությունն է, ուղղակի տակից է արվում։ Դու այդ մարդկանց չես ճանաչում, Կարո ջան։ Այդ մարդիկ աստղերից վերցրել են ոչ թե արտաքինը, այլ նաև ամենահետաքրքիր գծերը։ Հա, առաջին անգամ եմ հասցենց բան լսում։ Ստացվում է, որ իրանք նմանակելով ավելի մարդկային են դառնում։ Հավատա, Կարո ջան, որ հիմա իրանք ավելի զգուշ են դարձել, որովհետև պատասխանատու են այն մարդու համար, ում նմանակում են։ Այդտենց լավ չի, Բոբո ջան։ Մի հատ էլ ասա, որ իրանք օգուտ են տալիս են մարդուն, ում նմանակում են։ Ասում ես ամեն ինչը ուղղակի խաբեություն է։ Լսի, ցավը տանեմ։ Ախր ասում եմ դու նրանց չես ճանաչում։ Նրանք բացի ուրախությունից ոչ մի վատ բան չեն անում։ Մարդիկ գնում են, վազում են, նկարվում են հետները, ուրախանում են եւ երջանիկ գալիս են տուն։ Սրա վատը ո՞րն է, Կարա։ Վատը էն է, որ իրանք թույլտվություն չեն հարցնում այդ մարդկանցից, կարող են նմանակել իրանց, թե ոչ։ Ամերիկայում միլիոնավոր Էլվիս Պրեսլիներ ու Մայքլ Ջաքսոնների նմանակներ կտեսնես փողոցներում, բայց նրանցից ոչ մեկը չի դատվում, չէ։ Այդ տարբեր բաներ է։ Չէ, տարբեր բաներ չեն։ Երբ որ շփվես նրանց հետ, դու հաստատ կարծիքդ կփոխես։ Լավ, Բոբուլ, դե որ տենց է, ես ուզում եմ անձամբ ծանոթանամ իրանց հետ։ Շփվեմ, տեսնեմ ով են, ինչ են մտածում այս հարցի շուրջ։ Դժվար բան ես ասում, Կարջան, որովհետև այդ մարդիկ քեզ չեն ճանաչում ու չեն վստահի։ Իրանք քեզ են ճանաչում ու վստահում։ Ինձ թվում է այդ ամեն ինչը արդեն հերիք է, որ իմ հետ խոսան։ Պայմանավորվեցինք, Բոբո։ Դե հա, պայմանավորվեցինք։ Շավոնա զանգում։ Ինչ ես պատասխանելու։
Վաղը կզանգեմ կխոսամ։ Իսկ հիմա գնացինք։ Կբոյում։